Բարև ձեզ, Ամեկ Պլյուսի եթերում կանայք եւ քաղաքականությունն է շարքի հերթական հարցազրույցն է եւ այս անգամ ես զրուցելու եմ քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանի հետ։ Բարև ձեզ, Տիկին Վարդանյան, շնորհակալություն մեր տաղավար գալու համար։ Բարև ձեզ, ես եմ շնորհակալ հրավերի համար։ 8 տարի է արդեն падգամավոր եք, շուրջ 8 տարի, դրանից ավելի վաղ միգուցե քաղաքականությամբ հետաքրքրվել եք, զբաղվել եք, ամեն դեպքում դաժան աշխարհ չի քաղաքականությունը կնոջ համար։ Կարծում եմ ընդհանուր առմամբ, եթե ընդհանուր գնահատեմ նախ, որովհետև եթե ինչ որ գաղափարի համար որոշել ես, որ պետք է մտնել քաղաքականություն եւ պիտի ծառայես, որպեսզի քո ենթադրենք նպատակդ կյանքի կոչելն է եւ այդ ճանապարհը բնականաբար ամեն ոլորտում, այդ թվում քաղաքականությունում ունի իր բարդությունները։ Քաղաքականությունը նրանով ավելի բարդ, որովհետեւ հանրայինագործունեությունը եւ բնականաբար ստեղ գալիս է նաեւ կնոջ գործոնը, երբ դու հանրային գործունեություն ես ծավալում, բոլոր այն սոցիալ հոգեբանական, մշակութային բացասական կողմերը, որոնք ունի հասարակությունը, այդտեղ շատ ավելի վառ արտահայտվում են։ Ինչն է վառ արտահայտվում, խտրականություն եք զգում, ինչ որ վերաբերմունք եք զգում ձեր նկատմամբ գործընկերների կողմից հասարակության մեջ կամ ընկերական եւ այլ ընտանեկան շրջապատում, ինչն է ավելի ձեր ասած վառ արտահայտվում կամ դրսևորում, խրտնեցնում կամ անսովոր խրտնեցնող որպես այդպեսին ոչինչ չկա, որովհետեւ երբ մարդը այս պարագայում կինը, մասնավորապես հայտ է ներկայացնում, հայտնվել քաղաքական դաշտում, բնականաբար այդ ակնկալիքը կա, որ դու լինելու ես ուշադրության կենտրոնում եւ կարող են, չգիտեմ, հրապարակային այդ թվում ինչ որ հարցազրույցների կոմենտներում եւ կամ այլ ինչ որ հրապարակումներ լինեն, որոնք այդքան էլ հաճելի չեն, այդ թվում հասնեն ամենավատ վիրավորանքների, Ուզում եք, տխրում եք։ Բացարձակ պետք է նշեմ, որ ինձ տխրեցնում է մշակույթը, որը գոյություն ունի, բայց կոմենտները եւ նման հրապարակումները բացարձակ իմ կողքով են անցնում, ես այդտեղ ինձ քան որ չեմ ասոցացնում, հետեւաբար ոչ դրանից չեմ տխրում։ Ինչ վերաբերում է խտրական վերաբերմունքին, եթե ուղղակի զուտ մասնագիտական գործունեության մասով ասեմ, պետք է նշեմ, որ եթե հիշում եք, այսինքն 2018-ից հետո խորհրդարանը էապես փոխվեց, կանանց ներկայացվածությունը շատ ավելի բարձր է, ավելացավ եւ կարելի ասել այն ինչ անսովոր էր մեր հասարակության աչքին այդքան կին տեսնել օրինակ խորհրդարանում եւ մասնավորապես ակտիվ գործունեություն ծավալող, այս բանը արդեն դա սովորական երևույթ է, ինչը շատ ողջունելի է, միանշանակ նաեւ կուզենամ հասնել այն արդեն որպեսզի ունենանք այն վիճակը մեր քաղաքական դաշտում, որ կանանց խրախուսման համար հավելյալ միջոցներ, մեթոդներ չկիրառվեն, այն է քվոտա եւ այլն, հավասարությունը ինքնաբերաբար ստացվի դա, կանանց արժանինքներից բխող, ընկալելիությունը հասարակության եւ մնացած տեղում իհարկե դες շատ բարդ բան եմ ասում, որովհետեւ ելի եմ ասում, նույնիսկ գործընկերների հետ հարաբերություններում միևնույն է, կա այդ զգացողությունը, որ դուք կին եք։ Ես կին եմ։ Օրինակ դուք հանձնաժողովի նախագահ եք, հանձնաժողովի նախագահը նաեւ Անդրանիկ Քոչարյանը, Վլադիմիր Վարդանյանը, կա տարբերություն ձեր խմբակցությունում կամ ընդհանրապես նրանց եւ ձեր միջև նույն լրջությամբ են ընկալում նրանց դիրքը եւ ձեր դիրքը, թե ձեր դեպքում մի քիչ ավելի մեղ, մի քիչ ավելի կին է, էլի։ Չէ, նման եթե հարցերի շուրջ դիրքորոշումը, այդտեղ կին տղամարդ չկա, այսինքն դու ունես հստակ դիրքորոշում հարցի շուրջ եւ բոլորիս ձայնի իրավունքը մեկն է ի վերջո, մեզ մոտ կոլեգիալ որոշումները ընդունվում են, այսինքն ժողովրդավար ձևով մեծամասնությունը որոշում է, հետեւաբար ամեն մեկս մի ձայն ունենք։ Ավելի շատ այստեղ պետք է ասեմ, որ ընդհանուր հանրության մեջ այդ ինչ եմ ասում ընդհանուր, որովհետև մինչ այս երբ օրինակ մասնավոր բանկում էի աշխատում եւ ես օրինակ այնտեղ դեպարտամենտի տնօրեն էի, երբ իջնում էի քաղաքացու հետ ընդհանրենք բան խոսելու, քաղաքացին հաճախ եղել է որ ասի իսկ
Եթե փոխաբերական ասեմ, այսպես իսկ մեծերից ով կա մոտավորապես ակնկալելով տեսնել ավելի բարձր պաշտոն ակնկալելով տեսնել տղամարդ եւ ցանկալի բամ ձայնով, եթե ակնոց գրի էլ ավելի լավ է, մի քիչ էլ այսպես տիկնեղ լինի էլ ավելի։ Ուզում եմ ասել, այդ ստերեոտիպները դեռ գործում են մեր Թե հասարակության փոքրամարմին, հա, բավականին երիտասարդ կին դժվար է պատկերացնել ըստ երևույթին շատերի համար դուք ղեկավար պաշտոն եք զբաղեցնում։ Տեսեք, ինձ օրինակ եք բերում, բայց ես մի հատ շատ վառ օրինակ ունեմ, դա Տիկին Մակունցն է, Լիլիթ Մակունցը, ով երբ նշանակվեց ԱՄՆ դեսպան, ասենք բոլորի թիրախում հայտնվել էր, այսօր մենք ունենք այլ դեսպան նշանակված։ Ես նման սոցիալական ցանցերում նման, այսինքն հարցակում, որպես առայն, որ օրինակ դիվանագիտական փորձ չունեցող եւ այլն ինչ ասես ասում էին, հա, բայց Տիկին Մակունցը ասենք իրեն փայլուն դրսևորեց իր պաշտոնում, կարելի ասել, եւ սա ակնհայտ ցույց է տալիս հանրության վերաբերմունքը կնոջ եւ տղամարդու գործոնին։ Որն է նրա փայլուն արարքը կամ արարքները, որոնք էին։ Դե ես կարծում եմ, որ Մակունցի դեսպան լինելու ժամանակահատվածում բոլոր են ձեռքբերումները եւ հարաբերությունները այդտեղ ինքը մեծ դեր ունեցել։ Նաև մենք գործողվել ենք այս ընթացքում, օրինակ Ամերիկայի Միացյալ Նահանգներ, այդ ընթացքում երբ նա դեռ դեսպան էր եւ հանդիպումները ես տեսել եմ ինչպես է Տիկին Մակունցը կարողանում այնտեղ ամեն ինչ կազմակերպել, այս ամեն ինչը։ Մեր հարցազրույցը շատ սահուն Տիկին Մակունցի թեև էլի կինն է եւ ընդունելի է մեր այս ֆորմատի համար, բայց այնուամենայնիվ դուք եկաք ֆինանսական աշխարհից քաղաքականություն, ղեկավար պաշտոն եք, ինչպես նշեցիք, դեպարտամենտի ղեկավար եք եղել բանկերից մեկում, ունեցել եք ձեր արդեն քաղաքականություն գալու այդ ճանապարհին սեփական ընկերություն, եթե չեմ սխալվում, էլի ֆինանսական, այո, ֆինանսական աշխարհի հետ կապ ուներ։ Ոչ, ֆինանսական աշխարհի հետ կապ չուներ, դա ավելի շատ գովազդային աշխարհի հետ կապ ուներ, եթե մենք խոսում ենք մի փոքր, այսինքն ժամանակահատված է դա եղել, փորձում էի ձեռնարկատիրությամբ ինքը զբաղվել, եթե դրա մասին խոսել եմ, բայց ֆինանսական հատվածից երբ դուրս եմ եկել, գնացել եմ արտադրական ավելի հատված, այնտեղ եմ աշխատել որպես տնօրեն։ Տեսեք, իսկ ֆինանսական հատվածները ավելի դժվար, թե քաղաքական ֆինանսներում էլ պայքարը, ֆինանսական աշխարհում էլ պայքարը բավականին դաժան է, նույնն էլ նաև քաղաքական աշխարհում։ Եվ ինչ որտեղ դրանք առնչվում են, չէ՞, երբեմն խաչվում են միմյանց։ Ֆինանսները քաղաքականության համար, թե քաղաքականությունը ֆինանսների համար եւ այլն։ Որտեղ է ավելի դաժան պայքարը, մրցակցությունը։ Մրցակցությունը բնականաբար քաղաքականության ավելի դաժան է, որովհետև ֆինանսական ոլորտում ամեն ինչ ավելի կանոնակարգված է եւ կանոնիկ եւ այնտեղ որպես այդպեսին խոսքը այնտեղ միայն փաստաթղթերով է ամեն ինչ, փաստաթղթավորված է եւ այդքանը։ Իսկ եւ նաեւ այնտեղ չկա գաղափարական որևէ բախում կամ կռիվ կամ փողեր։ Դրանք այո, ընդհանրապես ֆինանսներ են, միջոցներ իրագործելու նպատակներ տարբեր, հեսա։ Դուք ասացիք գաղափարի համար ձեր խոսքի սկզբում, այդ ինչ գաղափարը ձեզ բերեց քաղաքականություն։ Ժողովրդավարությունը։ Այդ եղել է իմ երկար ժամանակ, նույնիսկ երբ քաղաքականության մեջ որպես այդպեսին պաշտոնապես ներկայացված չեմ եղել, դա եղել է այն կարևոր գաղափարը, որը ինձ բերել հասցրել է այսօր քաղաքական դաշտ։ Դուք ասում եք մեր մոտ կոլեգիալ կերպով են որոշումներ ընդունվում, յուրաքանչյուրս ունեք մեկ ձայն, օրինակ ձեր կուսակցության ղեկավար վարչապետ Նիկոլ Փաշինյանը ձեր որոշումները, ձեր կարծիքը կնոջ դերն ու նշանակությունը ընդհանրապես անկախ նրանից, որ քանակային առումով բավականին այո, հիմա ավելի շատ է, ընդունում է։ Իհարկե։ Այո։ Ես կարող եմ միանշանակ ասել, որ ավելին ասեմ։ Դուք կարողանում եք ձեր որոշումներով կամ ձեր կարծիքներով նրան ստիպել փոխել իր որոշումը։ Չէ՞ որ նա վերջերս հայտարարեց, թե կառավարությունը ես եմ եւ որևէ մեկը չի կարող չկատարել այն, ինչ ես եմ ասում, չէ՞, մոտավորապես նման մի արտահայտություն։ Այո, արտահայտությունը ես էլ այսպես բառացիորեն չեմ հիշում, բայց դրա բացատրությունն էլ կար եւ բնականաբար այո, կառավարությունը վարչապետն է ի վերջո, ինքն է ձևավորում կառավարությունը, ինքն է նշանակում պաշտոնների եւ հետեւաբար գոյություն ունի կառավարության ծրագիր, որին էլ բոլորը հետեւում են, մի քիչ աբսուրդային է, եթե դու կառավարության անդամ ես եւ չես հետեւում ծրագրին, իսկ այդ դեպքում ինչի ես համաձայնել զբաղեցնել պաշտոն։ Ինչ վերաբերում է որոշումների կայացմանը ազդեցություն ունենալուն,
Միանշանակ կարող եմ ասել, որ վարչապետը մեծ ուշադրություն է դարձնում նախ կանանց ներգրավվածությանը, որովհետև Որպես մենք պահպանենք, այն քվոտան, որը պարտավոր ենք ունենալ կառավարությունում, խորհրդարանում, կանանց թվականակը։ Ես չեմ կարծում, որ այստեղ քվոտայի հարցի լուծումն է։ Նախ, որովհետև մեր կանայք շատ ակտիվ են եւ նաեւ իրենց մեծ լուման են ներդնում օրինակ ձևավորման մեր քաղաքականության եւ գաղափարախոսության ձևավորման մեջ եւ բնականաբար դա արժեք է, որը գոյանում է եւ չի կարելի չօգտագործել արժեքը, հետեւաբար շատ པարզ տրամաբանություն է, որ եթե գոյություն ունի ռեսուրս, ապա այդ ռեսուրսը պետք է իշահ գործի, այսքան։ Իսկ ավելի դժվար էր բանկում այդ դեպարտամենտը ղեկավարել, թե այս հանձնաժողովը ղեկավարել։ Ընդամենը 7 թե 8 անդամ եք, չէ, 2 կին, կանանցից մեկը նորից ձեր խմբակցությունից եւ 1 անդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանը, 2 անդիմադիր պատգամավորը, նաեւ Իշխան Զաքարյանը։ Նա ընդգրկված չի որևէ խմբակցությունում եւ մի փոքր ավելի պասիվ է։ Չէ, դժվարություն իրենց չի ներկայացնում, որովհետեւ Եթե աշխատանքդ քեզ հետաքրքիր է, ապա դա միայն հաճույք է պատճառում, բնականաբար լինում են ինչ-որ դժվար բայեր, բայց դա ավելի աշխատանքային մասնապատգամավորական գործունեության քաղաքական կողմը, եթե այդ մասով խոսենք, բնականաբար այսօր մեր սոցիալական հարթակները եւ այլն պիտի նորից անդրադառնամ դրան, թույլ են տալիս թիրախավորել եւ մասնավորապես կանանց, հա, եւ կանանց թիրախավորումը էդ էլ մարդկանց մեջ այսպես ասած վաղուց նստած հոգեբանական ինչ որ ստերեոտիպներ են, որ օրինակ կարող են քննարկել օրինակ կնոջ սաներվածքը, բայց ոչ մեկի մտքով չի անցնի քննարկել տղամարդու սաներվածքը կամ կնոջ որևէ արտաքին դրսևորում, երբ դա իր անձնական գործն է, ինքը ինչպես կդրսևորվի, կարող է քննարկման առարկա դառնալ։ Անկախ իրենցից են մարդիկ դա անում։ Դուք 21 թվականի ձեր նախընտրական ծրագրում կամ ավելի շուտ կարգախոսներ Երջանիկ անհատ, հոգատար հանրություն եւ հզոր պետություն երջանիկ են այսօր արդեն մոտենում եք ավարտին այդ հնգամյա ծրագրին, թե դեռ մի քանի ամիս էլ սպասենք 26 թվականի նախընտրական շրջանում նոր գնահատենք մեր քաղաքացիները երջանիկ են թե ոչ։ Դուք երջանիկ եք։ Ես երջանիկ եմ բնականաբար, ասեմ, որովհետև ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը 21 թվականին, երբ այդ խոստումը գրեթե անհնարին թվացող խոստումը տրվել է եւ այսօր 2025 թվականին օրինակ նախաշեմին, հա, 2026-ի ահռելի տարբերություն կա Հայաստանի Հանրապետության կարգավիճակի որպես սուբյեկտ, որպես միջազգային սուբյեկտ եւ որպես պետություն իր հզորության առումով, ինչպես եւ այդտեղ նշած։ Եվ բնականաբար, եթե պետությունը ավելի հզոր է լինում, բնականաբար մարդու անհատական երջանկության մակարդակը ավելի բարձր է լինում, որովհետեւ գիտեք, ես այդպես ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորներ ավելի մոտիկից մոտ մարդկանց ասեմ Արդյոք իրենք երջանիկ են, թե ոչ։ Արդյոք նրանք երջանիկ են, արդյոք ձեզանից բացի քաղաքացիական պայմանագրից բացի երջանիկ են նաև մյուս քաղաքացիները։ Դե եթե նայած ինչով ենք մենք պայմանավորում մարդու երջանկությունը, հա, ես կարծում եմ, որ մարդու երջանկությունը դա մի քանի գործոններից բաղկացած ինչ-որ մի հատ համախումբ է։ Եվ կարծում եմ, որ օրինակ, եթե դուք խոսում եք ընդդիմության մասին, ես կարծում եմ, օրինակ այն ընդդիմադիր, օրինակ քաղաքական գործիչը, ով ավելի բարեկեցիկ ասֆալտապատ ճանապարհով է իր մեքենան երթևեկում, ավտոմատ, այսինքն իր երջանկության մակարդակը բարձրանում անկախ իրանից։ Ինքը կարող է երջանիկ չլինել, որ քանի որ այդ ասֆալտապատումը օրինակ եմ ասում իրականացրել է մեր քաղաքական թիմը եւ հետեւաբար իրան ավելի դժվար է չգիտեմ, մեզ փնովել, որովհետև այդ բացի իրենից քաղաքացիներն են անցնում եւ տեսնում դա եւ իր խոսքերը բանը եւ այսպես ասած քննադատությունները, եթե այդպիսիք կարելի է քննադատություն համարել, օրինակ տեղ չեն հասնում եւ ինքը ել ավելի նվազ ձայնա հավաքելու հաջորդ ընտրություններին այս առումով, բայց այդ մասով պետությունը չի որ պետք է հոգ տանի, դա արդեն ամեն մարդու անհատի սեփական գործունեության
հետ կապված հարց է, հա։ Իսկ եթե երջանիկ են, այդ դեպքում սոցհարցումներ կան, չէ, որ 60% անտարբեր է եւ չի ցանկանում կամ չի կողմնորոշում ում ընտրել։ Այդ դեպքում ինչի է 60%-ի մի մասը չի գնում դեպի ձեր երջանկությունը, չի արտահայտում այդ երջանկությունը, թաքցնում է 60%-ը քիչ չի կամ միգուցե իսկապես 60%-ը երբբոլորովին էլ երջանիկ չեն։ Չհաշված արդեն ընդդիմության ձայները, որոնք դժվար թե իրանց երջանիկ համարեն, քանի որ դուք եք իշխանությունը։ Գիտեք, ես չեմ կարող անտարբերությունը համարել, հակառակը, ես անտարբերությունը չեմ համարում երջանկության ավելի ցածր մակարդակ։ Հակառակը, երջանիկ են, հա, որ չեն միգուցե դա եթե մարդը իր հոգսերով է տարված եւ շատ քաղաքականացված չի, ինչը քաղաքականացումը հիմնականում հասարակության ավելի շատ այդ տեղի ունենում ընդրության տարին, այսպես ասեմ, այդ քարոզարշավի շրջանում են ավելի շատ մարդիկ բանանում եւ հետեւաբար ուզում եմ ասել, ես այդտեղ ուղիղ կապ չեմ տեսնում, ավելին ասեմ, ես չեմ կարծում, որ քաղաքացին իր երջանկությունը պիտի կապի որևէ քաղաքական թիմի գործունեության հետ։ Թոմիցև ճիշտ չի։ Բանին այս համաժողովի ժամանակ խոսք էր գնում վերջին համաժողովի ժամանակ էլի, երբ տեղյակ եք երևի ես երբ պետական ծառայողների համաժողով տեղի ունեցավ, խոսք էր գնում պետությունը ուժեղացնելու, այսինքն պետությունը պետք է անհատին ուժեղացնի եւ այլն, եւ այստեղ շատ կարեւոր է, ես երջանկության պահն եմ ուզում ասել, ես կարծում եմ ամենա գլխավոր բանը կամայական պետության համար հիմքը դա հենց երջանիկ քաղաքացին է եւ քաղաքացու երջանկությունը, այսինքն ամեն քաղաքացի եթե ինքը իր երջանկության վրա աշխատի, ոչ թե հանուն պետության, ինքը իր հանուն իր անձի, իր բարեկեցության, իր երջանկության համար, դրանով էլ պետությունը էլ ավելի կուժեղանա։ Այսինքն ոչ թե դուք պետք է ձեր կարգախոսը կամ ձեր խոստումը կատարեք, այլ քաղաքացիները կարդան եւ իրագործեն քաղաքացիական պայմանագրի խոստումը։ Ես դա չասացի, ոչ, պետությունը ինքը պետք է կառավարող ուժը, պետք է հոգ տանի, բոլոր պայմանները, միջավայրը ստեղծի, որպեսզի քաղաքացին ունենա այդ հնարավորությունը իր անհատական երջանկության եւ մնացած բարիքների վրա աշխատելու։ Իսկ կանայք մեր երկրում երջանիկ են ձեր կարծիքով մեծ հաշվով։ Շատ լավ հարց եք տալիս, որովհետև ընդհանուր առմամբ ես չեմ կարող բնականաբար բոլոր կանանց փոխարեն պատասխանել, կարծում եմ մեր կանանց համար այսօր, եթե համեմատական տանեմ, չգիտեմ, 10-15 տարի առաջվա համեմատությամբ, որպեսզի չափահասության բանով համեմատությունը ստանեմ, կարծում եմ շատ ավելի, որովհետև շատ ավելի ազատ են, շատ ավելի իրենց իրավունքների տեր են ավելի, այսինքն այդ գաղափարախոսությունը եւ դա ոչ միայն պետական մակարդակով, դա նաեւ ինտերնետի միջոցով, այսինքն այդ ինֆորմացիայի հասանելիության միջոցով բնականաբար ներս է մտել եւ նաեւ մեր կանայք շատ ակտիվ աշխատում են իրենց վրա, ինչը դա ակնհայտ է եւ տեսանելի է կամայական մեկի համար, ով, չգիտեմ, թեկուզ օտար երկրից ներս է մտնում Հայաստան եւ ակնհայտ է մեր կանանց, այսպես ասած, երջանկությունից ճառագում են։ Իսկ երջանկությունը այ արդեն կանանց հավաքական երջանկությունը չեմ կարող գնահատել ինչով է պայմանավորված։ Կանանց հավաքական երջանկությունը իմ կարծիքով դա իրենց իրավունքների պաշտպանությամբ եւ իրենց հնարավորությունների մեծ լինելով է պայմանավորված։ Մնացածը արդեն ամեն մեկի էլի անհատական։ Երջանկության հարցը լուծելուց հետո հաջորդիվ ինչ եք պատրաստում մեր ժողովրդի համար։ Դե վստահ եմ տեղյակ եք, որ 2020 կանանց համար մասնավորապես։ Ոչ միայն։ Դե պետք է այսպես ասեմ, խաղաղությունը, ես խաղաղության մասով մի բան ասեմ, մեր օրակարգի, այսինքն գլխավոր հարցն է, հա, խաղաղությունը, այդ օրակարգով ենք մենք գնում եւ ինչ է խաղաղությունը կնոջ համար, եթե տղամարդը իր բնույթով, բնությունից, հա, այնպես եւ հասարակության մեջ նաեւ այդ այսպես ասած ձևավորված փոխհարաբերությունների ինչ որ չգրված օրենքներով տղամարդը ավելի մրցակցության, ավելի որևէ բան ապացուցելու, ավելի ուժեղ, ավելի չգիտեմ ինչ լինելու համար այդ տիպի է ձևավորվում տղամարդու հոգեբանությունը, կնոջ համար երջանկության գլխավոր, այսպես ասած, պայմանը դա իր խաղաղությունն է եւ իր կյանքի հարմարավետությունը։ Հետեւաբար խաղաղությունը կարծում եմ մասնավորապես եւ կանանց համար շատ
սպասված միջավայր է եւ այս մասով կարծում եմ այո ապահովում ենք եւ ոչ միայն կանանց բնականաբար նաեւ այդ կանայք ովքեր այսինքն մարդիկ ովքեր ունեն որդի ովքեր հասկանում են ինչ է նշանակում բանակ ինչ է նշանակում հա գնալ բանակ այս ամբողջ կոնցեպտուալ փոփոխությունը բնականաբար մարդու տալիս է երջանկության զգացողություն եթե հիմա ժամացույցը հետ պատտենք դուք նորից քաղաքականություն կգայիք եթե ժամացույցը հետ պատտենք եւ գա ժողովրդավարության դեֆիցիտը այո կգայի նորից քաղաքականության մենակ ժողովրդավարության դեֆիցիտով չպայմանավորենք ընդհանրապես որպես կին շատ հետաքրքիր իսկ ինչքան եք պատտում ժամացույցը հեղափոխություն հա մինչև հեղափոխություն կամ փոքր ավելի շուտ այո եթե այսինքն մինչև հեղափոխություն լիներ նույնը կյանքս եւ նորից առաջարկը հնչեր մտնել քաղաքականություն ես նորից կմտնեի կհիշեք այն պահը երբ որ որոշեցիք մտնել քաղաքականությունով առաջարկեց ձեզ ինչպես եղավ ինչու որոշեցիք քանի որ մինչ հեղափոխությունը այսինքն ակտիվ մասնակցություն ունեի բոլոր քաղաքացիական են այսպես ասած ակցիաներին որոնք հանուն ժողովրդավարության էին եւ ընկերներս նաեւ քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ էին եւ նաեւ մինչ այդ էլ մի անգամ էլ եղել եմ քաղաքացիական պայմանագիր կուսակցության համաժողովին երբ այս շատ տարիներ առաջ էլի հիշում եմ այդպես զուտ գնացել էի տեսնելու եւ այլն եւ երբ առաջարկը համաժողովին չէ գնացել կամ դաշնակցության չէ չեմ եղել այնտեղ նաեւ առաջարկ չեմ ստացել չէ բայց եւ ուզում եմ ասել երբ առաջարկը հնչեց մտնել այսինքն ավելի պաշտոնապես անել են ինչ ես ժամանակին որպես քաղաքացի իմ պարտքն եմ համարել անել ես կանգնեցի բնականաբար խորհրդակցել եմ հորս հետ եւ հարցրել եմ արդյոք ինչ որոշում արժի կայացնել եւ պատասխանը հետեւյալն էր որ կամ դու ինքդ եթե ուզում ես որևէ բան փոխել մտի եւ արա կամ այլևս երբևէ դու իրավունք չունես որևէ բանից բողոքելու, որովհետև եթե դու ինքդ չես փորձում մասնակից լինել եւ բան փոխել, այդ դեպքում իմաստը որն է կողքից անդադար ինչ որ փնովել ինչ որ մի բան։ Ես մտածեցի, որ ես ուզում եմ իմ լուման ներդնել փոքրիկ ժողովրդավարության կայացմանը։ Այդ թվում ձեր հայրը ժամանակին բավականին ազդեցիկ, եթե չասեմ, բայց իրան ճանաչում էին Հայաստանում, ճիշտ է նա քաղաքական ոլորտից չէր, պաշտպանության ոլորտից էր, պաշտպանության փոխնախարար էր, փոխվարչապետ է եղել, փոխվարչապետ, այո, բայց քաղաքականությունը հիմա բոլոր ոլորտներն էլ առնչվում են քաղաքականությունը, փաստորեն ազդեցություն ունեցել է ձեր քաղաքականություն գալու որոշման վրա։ Ես դες պետք է անկեղծ ասեմ, մեր տանը առավոտները սուրճ խմելու բան կա, մշակույթ եւ երբ հայրս դեռ ողջ էր մայրիկս եւ հայրիկս ամեն առավոտ սուրճ էին խմում եւ մեր տան խոսակցությունների կարելի ասել ոչ միայն այն ժամանակահատվածում երբ հայրիկս պետական պաշտոններ զբաղեցնում այլ նաեւ դրանից հետո երբ երկար տարիներ չէր զբաղեցնում այսինքն 2000 թվականից այլևս չի զբաղեցրել այդ ընթացքում մեր տան հիմնական թեմաները եղել են քաղաքական եւ քննարկվում էր այդ Ղարաբաղի հարցն էր քննարկվում եւ ես հիշում եմ որ մի անգամ դե իրենք իրար հետ են խոսում հիմա այն ինչ իրանք ասել են արդեն իմ մոտ է արտահայտվում ես հիշում եմ որ նույնիսկ մի անգամ չեմ հիշում ինչ ընտանեկան այսինքն կենցաղային հարցեր քննարկվում եւ ինձ մոտ արդեն տպավորություն էր եւ դրա մասին ես արտահայտեցի որ մինչեւ Ղարաբաղի հարցը լուծում չստանա մեր ընտանիքում էլ հարցերը լուծում չեն ստանալու այսինքն այդ աստիճանի Սերգոջյան լավ չես ապրելու, հա։ Դե ակնհայտ է որ դա կապ ուներ։ Այսօր էլ մենք դա տեսնում ենք դրա կապը ուղիղ։ Իսկ ինքը խոսում է ձեր հայրը ամեն դեպքում պաշտպանության փոխնախարար է եղել, շփվել է նախարարների հետ, վարչապետների հետ Ղարաբաղի խնդրի մասին, հիմա խոսում են Մեղրին յետ ժամանակին Մեղրին Լաչինով փոխանակելու վերաբերյալ Մեղրին Ադրբեջանին տալու կամ հոկտեմբերի 27-ի դեպքերի վերաբերյալ ինչ էր խոսում, եթե հոկտեմբերի 27-ի դեպքերում հայրս դահլիճում է եղել, հետեւաբար
չեմ կարող ասել, որ ինքը որովհետև այն ժամանակ ես էլ տարիքով ավելի փոքր էի, բնականաբար այնպես չի, որ ամբողջությամբ ինձ հետ կիսել է իր տպավորությունները։ Հետո երբ որ ինչպես դուք եք ասում, առավոտյան սուրճ ես անում շուրջ։ Դե հոկտեմբերի 27-ի մասին ինքը շատ բան չի խոսել, ինքը ես գիտեմ, որ դա բավական ստրեսային, այսինքն ազդեցություն է ունեցել իմ հոր վրա, տեղասելու բան էլ չկա, այսինքն ակնհայտ է, որ պետության դեմ տերորիստական ակտ տեղի ունեցել, այդտեղ ինչ պետք է ասել, մասնավորապես այն պարագայում, երբ ինքը հենց Վազգեն Սարգսյանի հետ էր աշխատել ժամանակին։ Ինչը կփոխեի քաղաքականության մեջ, եթե նման մեծ հնարավորություն ունենայիք։ Քաղաքականության մեջ նկատի ունեք հայաստանյան քաղաքականության մեջ։ Ինչը կփոխեի։ Եթե կախարդական փայտիկի մասին է խոսքը, որովհետև մնացած մասով ես իմ տեղում փորձում եմ փոխել այն ինչ որ պիտի մտածում եմ որ կփոխեի։ Իսկ եթե այսպես գլոբալ ինչը կփոխեի, ես կուզենայի որպեսզի կուզենայի ցանկության տեսանկյունից ասեմ, ես կուզենայի որպեսզի մեր հաջորդիվ սերունդների հետ մեր քաղաքական ուժերը համահունչ լինեին, այսինքն նոր սերնդի ցանկությունները եւ բոլոր այն ակնկալիքները, ինչ ունի իր կյանքի համար նոր սերունդը, մեզ համար տեսանելի եւ շոշափելի լինի, որովհետեւ շատ ահռելի մեծ տարբերություն է նոր սերնդի եւ մեր սերնդի, այսինքն հետ սովետական այդ սերնդի մեջ միևնույն է մեծ տարբերություն է եւ այն սերունդը, որը ծնվել է արդեն իսկ անկախ Հայաստանում։ Որն է առաջնայինը ձեր համար քաղաքականության մեջ։ Անկեղծությունը։ Կա դրա պակասը։ Չեմ կարծում դրա պակասը։ Բնականաբար կա ընդհանուր դաշտում, այսինքն անիմաստ ինչ որ թեզեր առաջ մղել, ինչ որ փորձել մարդու շուրջ ձևավորել, մարդու չէ, քաղաքական ուժի շուրջ ձևավորել ինչ որ մի հատ տպավորություն, որը որ իրականության հետ բացարձակ կապ չունի։ Նկատի ունեք ձեզ, ոսիեթին ընդդիմություն է, նշանակապես նկատի ասել։ Ընդդիմությունն էլ հակառակն է անում, դες մեղադրում է անկեղծ չլինելու մեջ շատ հարցերում։ Եթե պետք է նշեն որտեղ է կեղծավորությունը եւ ես մեծ հաճույքով կպատասխանեմ։ Բանակցություններից սկսած ամեն ինչում կոռուպցիայից վերջացրած, որ չեն հավատում, որ դուք ինչպես վարչապետ Նիկոլ Փաշինյանն է ասում, համակարգային կոռուպցիա չկա Հայաստանում։ Ախր դա այնպեսի բան է, որ այդ համակարգային կոռուպցիան մտնում է ամեն մեկի մինչև տուն հասցնում է մտնել։ Եվ հետեւաբար, եթե նման իրավիճակ լիներ, այսինքն այդպիսի համակարգային կոռուպցիա լիներ, բնականաբար դա արդեն տեսանելի է անզեն աչքով եւ ամեն քաղաքացու համար էլի, հետեւաբար դա հավատալ չհավատալու հարց չի, այդտեղ կարելի է ուղղակի զուտ մի հատ շուրջը նայել եւ հասկանալ, մասնավորապես այն պարագայում, երբ ակնհայտ է, որ բյուջեից թե ոնց է բաշխվում, թե այսօր ինչ բարեփոխումներ են արվում, չգիտեմ, եթե կոնկրետ մի դեպքի մասով է, այդ դեպքի մասով իրավապահները կարծում եմ գործում են, եթե կա դեպք, որը աչքաթող արվել, էլի չեմ վիճարկի կարա լինի։ Օրինակ մի դեպք ասեմ, վերջին քննարկումներից մեկի ժամանակ ձեր գործընկերներից մեկից լսեցիք, ընդ որում գործընկերոջից, որ վաղարշապատի ընտրություններից առաջ վաղարշապատին բյուջետային մեծ ֆինանսավորում է եղել եւ իշխանությունը բոլորովին էլ անկեղծ չի այդ ֆինանսավորման հարցում, որ դրա տակ բավականին մեծ նախընտրական մտադրություն է եղել թաքնված։ Այսինքն խոշորացումն է եղել։ Ոչ, ֆինանսական հատկացում է եղել եւ որ դա նախընտրական կաշառքի նման ինչ-որ մի բան է։ Ում ընտրողներին վաղարշապատին այսինքն ձեր կարծիքով ինձ ուղղակի անկեղծ հետաքրքիր է վաղարշապատում բնակվող ինչ որ մի X մարդ բացել է բյուջեի տողերը ասել այ ընդդիմությունը բարձրացնում է վաղարշապատիները իսկ ինչ տարբերություն եթե օրինակ այս պահին ընտրված լիներ ընդդիմադիր օրինակ գործիչ վաղարշապատում ընտրված լիներ հա ջնջելու էինք այդ տողը Արդեն հատկացված էր եւ ուզում եմ ասել մի քիչ շատ աբսուրդ է էլի ստացվեր որ հատկացումը նպատակին չծառայեց քաղաքական առումով հա չէ դա աբսուրդ մեղադրանքների բնականաբար չեմ էլ անդրադառնում որովհետեւ կարծում եմ քաղաքացին այդ բանը ունի էլի
բավարար կարողություն ունի ինքը անալիզ անելու դրա մասով, այսինքն մեղադրանք կա, որին դու կարող ես արձագանքել, դու ունես տեղ արձագանքելու, դու ուզում ես արձագանքել, որովհետև ինքը ճշմարտացի կարող է հնչել։ Մեղադրանք կա, որտեղ դու մտնելով ինքդ քեզ գցում ես ինչ-որ մի դաշտ, որտեղ հետ իմաստ չունի, այդտեղ դու հայտնվես։ Նույն վաղարշապատի ընտրությունների դեպքում Տիկին Վարդանյան, օրինակ, ձեզ մեղադրում են, որ ընտրություններից առաջ դուք էլ ավելի խոշորացրեցիք համայնքը եւ այդպիսով ապահովեցիք ընտրությունը, ընտրվելը ձեր տեխնացուի կամ ձեր կուսակցության հաղթանակը այնտեղ։ Ինչ որտեղ ունեն դրանք ըստ երևույթին հիմքեր, որ մեղադրում են ձեզ։ Համայնքների խոշորացումը դա մեր կառավարության ծրագրի մաս է, այսինքն այդ համայնքները խոշորացում են զուտ որպեսզի համաչափ բաշխվի բյուջեն եւ հնարավոր լինի համաչափ զարգացում ապահովել համայնքներում։ Այո, կարելի է կապել տարբեր բաներ, այդ թվում, չգիտեմ, ասենք վաղ միսօր տոնածառը կապել 2026-ի ընտրությունների, բայց այդտեղ կապ չկա։ Բայց դուք իրականում այդքան էլ ճիշտ համեմատություն չէր, որովհետև իրականում տոնածառը միգուցե կապ չի ունենա, բայց համայնքների խոշորացումը օգնեց ՔՊ-ի հաղթանակին։ Ինչով խոշորացված համայնքում։ Համայնքներ միավորվեցին, որոնք բերեցին ձեր հաղթանակին։ Իսկ որտեղ հաղթանակ չի տարել ԿՊ-ն, օրինակ այդ համայնքներից, որոնք որ եկան ԿՊ-ն իրար եւ այդ պարագայում մենք բոլոր համայնքներում գրեթե մեծամասնություն ենք ձայների հավաքել։ Այսինքն այնտեղ մի երկու տեղ ա եղել, որ բան ա եղել, հետեւաբար այդ բանն էլ դիրքորոշումն էլ ինք ամբողջությամբ կեղծ է։ Ձեզ մեղադրում են, տեսեք ֆինանսներից խոսեցինք, ձեզ մեղադրում են, որ ավելացրել եք, շատ եք ավելացրել պետական պարտքը, արտաքին պարտքը եւ մեր յուրաքանչյուր քաղաքացուներին ձեր մնալուց հետո կամ ձեր գնալուց միգուցե 26 թվականին հետո մեծ պարտք է կուտակել եւ դա մենք պետք է վճարենք, մեր երեխաները, ձեր երեխաները պետք է վճարեն։ Նիկոլ Փաշինյանը վարչապետը ճիշտ է ասեց, որ վերցրել ենք, շատ կոպիտ ձևով ասեց վերցրել ենք եւ զենք են գնել, բայց այնուամենայնիվ ձեզ մեղադրում են, որ ոչ ճիշտ, ոչ արդյունավետ եք օգտագործել այն։ Եվ շատ եք ավելացրել։ Ես չեմ համաձայնի, որովհետև պարտքի հիմնական, այսինքն բոլոր այն ծրագրերը, որոնք գալիս են մեր հանձնաժողով, այսինքն այն, որոնք որ պարտքա վերցնում պետությունը եւ կառավարությունը պարտքա վերցնում, եւ դրանք գրեթե բոլորը նպատակային օրինակ ծրագրեր են, հա, չգիտեմ, ճանապարհաշինություն, առողջապահություն, գրեթե բոլորը նպատակային ծրագրեր են, որոնք մենք այսօր տեսնում ենք իրագործման, այսինքն իրենց արդյունքը կամ ընթացքը։ Բայց մի բան էլ շատ կարևոր է, որպեսզի այստեղ պետական պարտքի ոչ թե կարելի թիվը ասել ու դրանից սարսափել, այլ կարելի իսկապես սարսափելի թիվ, այլ կարելի հասկանալ արդյոք դա քո, այսպես ասած, կարողությունների մեջ է, թե ոչ սպասարկել այդ պարտքը եւ ունես դու արդյոք երկարաժամկետ սպասարկման պլան։ Եթե դու այդպեսին ունես, իսկ եթե դու այդպեսին չլինես եւ չունենաս քեզ առանձնապես պարտք տվող էլ չի լինի, բայց եթե դու այդպեսին ես եւ ունես, հետեւաբար այդ պարտքը կարող ես վերցնել եւ օգտագործել։ Հիմա այդ նույնն է, եթե անհատական մակարդակում ինչ որ մեկը ասի, որ վայ դու հիփոթեք ես վերցնել, արի սարսափենք։ Կսարսափենք, եթե ես լինեմ գումար չգեներացնող մարդ, այսինքն ես չունենամ աշխատավարձ եւ ուղղակի վերցնեմ պարտք։ Հա, այդ ժամանակ կարող ենք սարսափել, բայց եթե ես գիտեմ, որ ես կարող եմ սպասարկել իմ վարկը, հետեւաբար այդտեղ խնդիրն էլ չեմ տեսնում։ Ավելին ասեմ, 2026-ի համար մեր պետական պարտքի մասով, այսինքն այնտեղ մի միջնաժամկետում մի փոքր էլի կավելանա, որովհետեւ բյուջեում էլ ներկայացված է, բայց մինչև 2028 օրինակ ինքը էլի նվազելու է։ Տեսեք, դուք համեմատեցիք պետական բյուջեն ընտանեկան այդ մարդկանց բյուջեի հետ, բայց երբ որ մենք վարկ ենք վերցնում մեկ այլ վարկը սպասարկելու համար, մեկ այլ վարկը փակելու համար, որովհետև նա ավելի վատ պայմաններով էր, քան այդ նոր վարկը, դա ինչ որտեղ նաև բավականին տխուր է, որովհետև մենք չենք կարողանում նա սպասարկել մեր հնարավորություններով։ Այստեղ մենք լինում է, որ մենք պարտք ենք վերցնում բոնդերը, եվրաբոնդերը կամ այլ պարտք փակելու համար, նման խնդիր առաջանում, ինչը տխուր է։ Հիմա տեսեք, դուք տխրում եք, մեր եկամուտներով չեն կարողանում դուք տխրում եք, բայց ես էլի բերեմ անձնական մակարդակի, հա, այս հարցը անձնական դաշտ, երբ ես իմ վարկը հիփոթեքի, չգիտեմ, 14%-ից դարավ 11 բանկից մյուս բանկը, ես չտխրեցի, ես դրանից ուրախացա, որովհետև այդ նույն, այսինքն պարտքս ոչ թե ավելացավ, այլ ուղղակի իր սպասարկումը ավելի էժան դարձավ ինձ համար։ Այո, բայց երբ որ մենք վարկ ենք վերցնում վարկ սպասարկելու համար եւ ոչ մեր սեփական եկամուտները այնքան չի բավարարում, որ այդ պարտքը սպասարկենք, դրա համար էլ պարտք ենք նորից վերցնում։ Բայց բավարարում է, չէ՞։ Մարդկային
բավարարում են։ Դե իհարկե բավարարում են, որովհետև մենք որևէ խնդիր մեր պարտքի սպասարկման մասով չենք ունեցել։ Ինչ եք անելու, եթե 26 թվականին չհաղթեք։ Չհաղթել դուք նկատի ունեք քաղաքացիական պայմանագիրը։ Ինչ պիտի անենք, պիտի ժողովրդավարական ընտրության հետ համակերպվել, եթե մենք պատրաստ ենք, այսինքն դա նշանակում է այն գլխավոր օրակարգը, որը մենք սպասարկում ենք խաղաղության օրակարգը, ընդունելի չի Հայաստանի Հանրապետության ժողովրդի համար։ Ինչ պիտի անենք։ Ունեք նման ազդակներ։ Ոչ, հակառակը ես իմ տպավորությունն է մասնավորապես օգոստոսի 8-ից հետո, այդ թվում մարդիկ, ովքեր առանձնապես քաղաքացիական պայմանագրի աջակից որպես այդպեսին չէին, բայց օգոստոսի 8-ի փաստաթղթից հետո ես տեսնում եմ, որ մարդիկ բոլորն էլ, այսինքն դա ժողովրդի մեջ ծնված օրակարգ է եւ բոլորն էլ կողմ են, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը գնա այդ ճանապարհով։ Տեսեք, ընդդիմությունը երբեմն հակադարձ սպառնալիքներ է ձեզ ուղում, ասում են դուք դատվելու եք։ Հիմա ընդդիմադիր բազմաթիվ առաջնորդներ, Բարձրաստիճան նախկին պաշտոնյաներ դատարաններում են, գրեթե ամեն օր Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, նրանք ամենաբարձրաստիճաններն են եւ բոլորը, գրեթե բոլորը։ Ձեզ այդ հեռանկարը չի վախեցնում, որ կարող եք։ Ես ոչ մի կոռուպցիոն բանի մեջ չկամ, որևէ կոռուպցիոն գործարքի մեջ չկամ, դատվելու եմ ինչի համար։ Քաղաքական ասում են մենք չկանք։ Դե բայց փաստը փաստ որ կային։ Հիմա եթե ինչ հիմքով եմ դադրելու, այսինքն պետք է մարդիկ կարողանան ձևակերպում տալ։ Կոռուպցիոն, ինչ որ միջադեպ կամ ինչ որ գործողություն կբացահայտվի եւ դատարաններում նորից դուք էլ Նիկոլ Փաշինյանը, ձեր Ալեն Սիմոնյանը եւ այլն։ Հա, բոլորս կոռուպցիոներ ենք եւ հետեւաբար դատվելու են կոռուպցիոն ինչ որ բաների վրա։ Նույն կերպ նրանք էլ չեն ընդունում, որ իրենք են կոռուպցիոներ։ Որ չեն ընդունում, ինչ են բերում բյուջե հետ մուտք անում այդ գումարները, կներեք։ Որտեղից են բերում այդ գումարները մուտք անում, եթե կոռուպցիոներ չեն, թող հիմա մեկը ինձ ասի, որ ես կոռուպցիոներ եմ եւ ունեմ, չգիտեմ, $200 միլիոն, ասի, չասի։ Դուք եք մուտք անեք հավանաբար։ Որտեղից, եթե չունեմ։ Չէ, դե ակնհայտ է, որ դա ասելով չի էլի ամեն ինչ, փաստեր գոյություն ունեն եւ գործընթացներ եւ այդ թվում փաստաթղթավորված եւ մարդիկ, ովքեր ընդունել են այս մեղքը եւ բերե գումարները վերադարձրել են պետություն։ Չէ, դա ասելով չի։ Ձեր կարծիքով հաղթելու եք թե ոչ։ Ես վստահ եմ, որ մենք 2026 թվականին հաղթանակ ենք տանելու։ Մեծամասնություն թե կոալիցիոն։ Իմ տպավորությամբ մեծամասնություն, բայց ես խուսափում եմ որևէ նման գնահատական տալ, որովհետև նախ ընտրություններն դեռ շատ կա, սա իմ անձնական ուղղակի գնահատականն է, այսպես ասած։ Ընդամենը 5 ամիս, 6 ամիս։ Այո, ընդամենը չի, դեռ 5 ամիս եւ 6 ամիս կա եւ այս մասով մենք մեծ աշխատանք ունենք տանելու, որովհետև մենք պետք է քաղաքացիների հետ շարունակաբար խոսենք ինչ որ արել ենք այս ընթացքում, բայց պիտի շարունակենք խոսել, ինչքան էլ դա հոգնածնող թվա։ Բայց ուզում եմ ասել, այդ օրակարգը կարծում եմ մեծ աջակցություն ունի ժողովրդի կողմից եւ հետեւաբար ժողովուրդը այլևս կոնֆլիկտի ուժերին ձայն չի տալու։ Ընդդիմությունը նաև ձեզ ու ոչ միայն ընդդիմությունը, նաև որոշակի իրավական դաշտի ներկայացուցիչներ, փաստաբանական, որ ձեր իշխանության օրոք ավելանում է կամ լայնորեն կիրառվում է կալանքը որպես խափանման միջոց այդ ձև ընտրել է իրավապահ համակարգում, եւ որ մարդիկ, ընդ որում ընդդիմության զգալի մաս ընդդիմություն են, նրանք իրենց դատական այդ process-ը ազատության մեջ են անցկացնում, այլ կալանքի վայրում են անցկացնում եւ որ այդպիսով դուք նրանք որպես քաղբանտարկյալներ եք պահում։ Տեսեք, կալանքի մասով մենք նաև ազգային ժողովում ենք ունեցել քննարկումներ, հա, որքանով դա որպես միջոց խափանման միջոց կալանքը ընդունելի է եւ ոչ եւ այլն եւ այդտեղ կարծում եմ ավելի շատ հարցը դեպի իրավապահներն ուղղված քան այսինքն դեպի դատական համակարգը, քան դեպի մեզ, որովհետեւ մենք ինքներս էլ լինում է դեպքեր, երբ ուզում ենք հասկանալ իրավաչափ, հա, իրավաչափ չի եւ այլն։ Մասնագետել իշխանությունն է Նիկոլ Փաշինյանն է ղեկավարում SMS-ներով։ Կարգադրում ցանկացած ազդեցիկ նախկին ինչ-որ գործչի վերաբերյալ բանտարկություն թե ոչ։ Գիտեք, այստեղ էլ միշտ հակասական կարծիքներ են հնչում, մեկ ասում են, այ արդար ապրի արդար դատարանը վերջապես արդարություն տեղի ունեցավ, այդ եթե որևէ, չգիտեմ, ինչ-որ մեկին ընդդիմադիր մեկին ասենք դատարանը ինչ որ ազատ արձակում կամ եւ հակառակը եթե օրինակ կալանքի որոշում է կայացնում, այստեղ ես ոչինչ ասելու չունեմ, որովհետեւ երբևէ չեմ մտնում իրավական այդ process-ների դաշտ եւ թողնում եմ իրավապահներին եւ նաեւ մեկնաբանելու բան առանձնապես չունեմ, ուղղակի ես կարծում եմ, որ
երբ այդ մեղադրանքը անդադ հնչում է քաղբանտարկյալների եւ այլնի, իսկ դրանց տակ կոնկրետ գործեր են, կոնկրետ հանցագործությունների մեջ մեղադրանքներ են եւ ամենայն հարգանքով բանը անմեղության կանխավարկածը չխաթարելու բանով տրամաբանությամբ գնամ, բայց եթե այսինքն եթե կոնկրետ կոռուպցիայի մեջ մեղադրվող մարդը եւ կոնկրետ դեպքի վրա ինչի մասին է խոսքը կոչել, որովհետեւ այդ մարդը որոշել է հետո զբաղվի քաղաքականությամբ, ապա պետք է աչք փակել մարդու հնարավոր հանցագործ լինելու վրա ես ուզում եմ հասկանալ տանգավոր հանցագործներ Սերժ Սարգսյանի հետ հարցազրույց արած երկու բլոգերները, որոնք հիմա անազատության մեջ են։ Ես ճիշտն ասած իրենց գործին ընդհանրապես տեղյակ չեմ, ավելին ասեմ, ես դրա մասին իմացել եմ, ասենց որ ընդհանրապես որ իրենք Սերժ Սարգսյանի հետ հարցազրույց եմ արել, որովհետև չեմ նայել Սերժ Սարգսյանի հարցազրույցը, դա իմացել եմ հետո։ Հետևաբար գործին ծանոթ չեմ, սա մեկնաբանել չեմ էլ կարողանա, բայց կուզենամ իմանալ։ Դուք եք կուզենաք։ Հա, դա կուզենամ իմանալ բնականաբար։ Կհարցնեք իրավապահին։ Անպայման։ Դուք խոհանոցում պատրաստում եք Տիկին Վարդանյան։ Շատ քիչ։ Շատ քիչ, ինչու՞։ Ժամանակ չի լինում, չեք կարողանում, չի ստացվում։ Ժամանակի չեք սիրում։ Չէ, նախ ժամանակի ես իսկապես սողություն ունեմ, չի բավարարում ժամանակը, սա, այսինքն երբ գնում եմ տուն երեկոյան արդեն ուժասպառ ուզում եմ ոչինչ չանել եւ հենց դրանով էլ զբաղված եմ սովորաբար երեկոները աշխատում դեշներին պետք է մանտալ ինչ որ բաներ կա պարտականություններ որ կենթանիներ եք պահում երկու շուն այո բավականին հոգսաշատ հոգսաշատ է որովհետեւ այո ինքը պահանջում է հոգատարություն իսկ ինչ խորհուրդ կտաք ձեր ընդդիմադիր կին գործիչներին Դե ինչ կարող եմ ես խորհուրդ տալ ինձ տարբերություն չկա կինը ընդդիմադիրը թե ընդդիմադիր չի ես կարծում եմ որ ընդդիմադիր տվյալ դեպքում որոնք հաճախակի ձեր հետ բանավեճի մեջ են մտնում ձեզ մեղադրում են իհարկե նաև հակադարձ մեղադրանքներն են ստանում ես ինձ թույլ չեմ տա խորհուրդ տալ որովհետև ես չեմ կարծում որ ինքս ունեմ այն վաստակը, որ ես պետք է անդիմադիր կնոջը խորհուրդ տամ։ Ամեն մարդ ինքը իր գործն է անում եւ անում է այնպես, ինչպես ինքն է ընտրում։ Շնորհակալություն, Տիկին Վարդանյան։ Ես եմ շնորհակալ։ Հիշեցնեմ, որ ԱՄՊ+-ի տաղավարում էր քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը։